Բարեցես, ինչ խորը հակամարտության մեջ են այսօր միջազգային իրավունքն ու միջազգային կարգերը, ինչ հնարավորություններ են առկա արցախցիների խախտված իրավունքների վերականգնման հարցում, ինչի հետ են հույս կապում իրավապաշտպաններն այսօր։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանին։ Բարեցես, պարոն Ղազարյան։ Արցախցիների խախտված իրավունքների վերականգնման հարցը ցավոք այսօր մեր հասարակությունում եւ պետությունում օրակարգային թիվ 1 հարցը չէ։ Սա ընդհանրապես իրավական պետության եւ իրավունքի գիտակցության նահանջ համարում եք։ Մեծ հաշվով այո, դա այդպես է, որովհետեւ մասնավոր խմբերը, որոնք աշխատում են, նրանք շատ չեն, նրանց ռեսուրսները շատ չեն, եւ այստեղ ցանկալի կլներ, որ պետության աջակցությունը լիներ։ Մյուս կողմից, եթե այդ աջակցությունը լինի, ապա կարող են մեղադրել, որ այստեղ պետությունը ֆինանսավորում է, հետեւաբար այդ գործընթացները անաչառ չեն, այսինքն մյուս կողմից լավ է, որ իրավապաշտպանները եւ իրավաբանները անկախ իրենց սեփական ռեսուրսներով ինչ որ իրավական գործընթացներ են վարում։ Պետությունը դու գիտեք, մինչև վերջերս ակտիվ կերպով իրավական գործընթացներում ներգրավված էր, հիմա էլ դե յուրե ներգրավված է միջպետական հայցերում, բայց չեմ կարծում, որ որևէ էական քայլեր այսօր արվում են, որովհետև արդեն հնչել են հայտարարություններ երկու կողմից, որ այդ գործընթացները սառեցվելու են։ Թե կոնկրետ հիմա որևէ գործընթաց կոնկրետ արվում է, թե ոչ, նույնիսկ եթե արվում է, ապա ոչ այդքան ակտիվ, որովհետև կողմերը ստորագրել են նախնական հայտարարություններ, հետո պետք է ցույց տան իրենց հավատարմությունը այդ հայտարարություններին, հետո չեմ կարծում, որ որևէ ակտիվ գործընթաց այսօր ընթանում է արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Ինչ վերաբերում է սոցիալական իրավունքներին, այդ ուղղությամբ այո, մենք տեսնում ենք բազմաթիվ ծրագրեր, որ ասենք կառավարությունը հայտարարում է արցախցիների այդ կրած վնասները մի փոքր մեղմելու, որտեղ այնց պետության գործառույթը սոցիալական իրավունքների ուղղությամբ հենց դրանում է կանը, որ որոշակիորեն ոչ թե ամբողջությամբ լուծի, որովհետև հնարավոր չէ ամբողջությամբ լուծել, այլ որոշակիորեն մեղմելու այդ բացասական հետևանքները դրա վերաբերյալ կան ծրագրեր, ես դրանց մասին լավ տեղեկացված չեմ, բայց մեդիայից մենք տեղեկանում ենք։ Բայց ինչ վերաբերում է հիմնական իրավունքների ուղղությամբ գործունեության, ապա այստեղ ես չի ասի, որ որևէ ակտիվ գործընթաց արվում, այդ ամբողջը ընկած է մասնավորների վրա, որոնք ինչ որ կերպ կարողանում են ինչ որ գործընթացներ տեղի շարժել։ Դուք նշում եք, որ պետության հնարավոր նաև ֆինանսավորումը կարող է բացասաբար անդրադառնալ։ Ընդհանրապես դա մի քիչ հակասական է, որտեղ պետությունը պարտավոր է իրավունքները պաշտպանելու։ Այսպես թե այնպես բնական չէ, որ պիտի հարկ եղած դեպքում նաև ֆինանսական միջոցներ ծախսի դրա համար։ Այն գործընթացները, որոնք ես կարծում եմ, որ դրա վերաբերյալ է հարցը, դատավարությունները կոնկրետ կամ մոնիտորինգային գործընթացները, ապա ցանկալի է, որ անեն անձինք, ովքեր կամ կազմակերպություններ, որոնք ի սկզբանե համարում են անաչառ, դրանք առաջերտին իրավապաշտպաններն են, հետո իրավաբաններն են, հետո ինչ որ մասնագիտական կառույցներ, եթե նշмарվում է դրանց կապը պետության հետ, ինչպես Ադրբեջանի դեպքում գալիս են ՀԿ-ի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, որոնք մի ժամանակ Լաչինի ճանապարհն էին փակում, պարզը որ պետության անունից, իհարկե չես կարող ասել, որ նրանք անաչառ են, եւ եթե նրանք ելույթ են ունում ինչ որ Ժնևում կամ Ստրասբուրգում, պարզը որ նրանք ստացել են ուղղակի պատվեր։ Մեր դեպքում հակառակն է, մեր դեպքում պետությունը այդ ՀԿ-ներին որոնք շատ քիչ են, որոնք իրենք են իրենց սեփական ռեսուրսները հայտարարում, որոնք ելույթ են ունում, ասենք, կրկին նման հարթակներում, այսինքն նրանք ամբողջությամբ անաչառ են, որտեղ նրանք անկախ են, որտեղ նրանք պետությունից չեն ֆինանսավորում։ Այս դեպքում իհարկե նրանց ելույթները, նրանց ներկայացրած ապացույցները, ապացուցողական ուժը ավելի մեծ է եւ եթե կազմակերպությունները, որոնք պետք է նաև որոշում կայացնեն, նրանք նույնպես անաչառ են, այլ ոչ թե փորձում են պարիցետ սահմանել, ապա առավելապես տուր կտան այն կազմակերպությունները, որոնք պետության հետ կապ չունեն։ Ես նկատում եմ այդ գործընթացները, ուզում ասել, որ այո, ռեսուրսների հարցով նրանց համար շատ բարդ է, բայց միևնույն ժամանակ նրանց գրածը, նրանց ասածը մենք հասկանում ենք, որ ամբողջությամբ ճշմարտություն է, որտեղ նրանք չեն ստանում պատվերներ պետությունից։ Այսինքն ավելի ապաքաղաքական այդ առումով պետություն։ Ոչ թե ավելի, այլ հենց ապաքաղաքական են։ Ասենք իրավունքների պաշտպանություն առանց սահմաններ, նման կազմակերպություններ, որ հաճախ է
իր վրա է վերցրել այդ առաքելությունը, մեծ դժվարությամբ ինչ-որ ռեսուրսներ են հայտարարում, ինչպես ասես, որ նրանց ասած անաչառ չէ, եթե նրանք ընդհանրապես կապ չունեն պետական կառույցների հետ, մենք դա տեսնում ենք։ Ես ինքս նրանց գրածը, նրանց պատրաստած զեկույցները իրավական գործընթացներում որպես ապացույց եմ օգտագործում կամ հետաքննող լրագրողները։ Հետաքննող լրագրողներին ինքնին միջազգային կառույցները մոտենում են ակնածանքով, որովհետև համարում են նրանք անաչառ են եւ նրանց ներկայացրած որևէ փաստական տվյալ ավելի մեծ ապացուցողական ուժ ունի, քան եթե օրինակ հողում կատարեմ Հայաստանի գլխավոր դատախազի որևէ զեկույցին։ Ես չեմ ասում, որ այդ զեկույցը վատն է, բայց նման գործընթացներում առավելապես տուրք է տրվում անաչառ դիտորդի կարգավիճակ ունեցող կազմակերպությունների ներկայացրած տվյալները։ Անդրադառնանք արցախցիների իրավունքներին առանձին իրավունքներից խոսենք, որպեսզի նաև ավելի հասկանալի լինի, որքանով հնարավոր է գտնել մեխանիզմներ դրանց իրացման կամ գոնե նախապատրաստական աշխատանք ապագայում իրացման համար։ Ամենաակնառու խախտված իրավունքը եւ որի մասին նաև շատ խոսում է որպես կարևորություն հավաքական վերադարձի իրավունքն է։ Նախ եթե քաղաքականության հետ չի համակցվում իրավունքը, որտեղ քաղաքական պայմանները բնական է, որ բացառում են այս պահին այդ իրավունքը, բայց արդյոք դա հիմք է տալիս մեզ չխոսելու կամ չփաստարկելու այդ իրավունքների մասին։ Մեզ նկատվում է երևի հասարակությանը։ Եվ հասարակությանը մարդկանց, ովքեր գիտակցում են իրավունքի կարևորությունը, այդպես ասած։ Այստեղ կարևոր է որ խոսքի ազատություն լինի։ Կառավարությունը իհարկե բանակցող կողմ է եւ ունի գուցե բազմաթիվ պատճառներ, թե իրենք ինչու են կաշկանդված, խոսելու այնպես, ինչպես կարող են խոսել սովորական քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները։ Պետք է մարդիկ ցանկություն ունենան զբաղվել այդ իրավունքների պաշտպանությամբ, լինեն դա փաստաբաններ, թե լինեն իրապաշտպաններ եւ ասում այդպիսի խմբեր կան։ Թեև շատ չեն, ցանկալի է որ այդ խմբերը ավելի շատ լինեն, որովհետեւ մեր մոտ 100,000-ից է անցնում այդ դժվար մարդկանց քանակը եւ բոլորին սպասարկել հնարավոր չէ։ Իրական հավաքական վերադարձը ավելի քաղաքական խնդիր է, քայլը, ակտը, բայց ընդհանրենք գույքի հարցը, որ կարելի է բարձրացնել։ Փոխկապակցված են։ Խնդրեմ, այսինքն կարելի է դրան առանձին անել, անիմաստ է։ հատկապես խոսքը չի վերաբերում միայն կենցաղային գույքին։ Այո, տեսեք, նախ այդպեսի հասկացան հավաքական վերադարձ, դա մի քիչ ավելի հռետորական հարցադրում է։ Իրավական գործընթացներում կա այդպեսի կատեգորիա, բայց հիմնական դա անհատական գործընթաց է։ Ինքը որտեղ մարդու իրավունքի հարց է։ Կա օրինակ դրան հակառակ կոլեկտիվ վտարման արգելքը, որ արդեն կոնկրետ կարգավորում է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ փաստաթղթերով, բայց իհարկե գույքային իրավունքը կապված է վերադարձի իրավունքի հետ, որովհետև որ անձը վերադառնում է կամ վերադարձի իրավունք որ խոսում ենք, դա նշանակում է վերադառնալ իր սեփական երկիր, որը պարտադիր չէ որ լինի այն երկիրը, որի քաղաքացին է նա, այլ բան է որ Ադրբեջանը պարտադրում է, որ հայերը ովքեր ուզում են վերադառնան, նրանք պետք է քաղաքացիություն ստանան։ Սեփական երկիրը իրավական կատեգորիա է։ Այո, սեփական երկիր իրավական կատեգորիա։ Ինչպես է սահմանվում իրավական։ Դա շատ լավ հարց եք տալիս։ Դա սահմանվում է ոչ միայն այնպես ինչպես մենք իրավաբանորեն դա հասկանում ենք, այսինքն ազգության երկիրը, քաղաքացիական երկիրը պետք է ունենաք քաղաքացիությունը հաստատող որևէ փաստաթուղթ կամ ընդունեք քաղաքը եւ այլն։ Դա հայրենիքի կոնցեպտով է իրավաբանորեն հասկացում, դա միջազգային քաղաքական քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 12 հոդվածն է եւ դրա մեկնաբանությունն է վերադառնալ քո սեփական երկիր բացահայտում է այն ամբողջը, ինչ անձի համար հայրենիք է։ Ասենք արցախցիների համար հայրենիքը ոչ թե Ադրբեջանն է, այլ հայրենիքը Արցախն է, որովհետև Արցախի հետ են նրանք կապված իրենց պատմությամբ, մշակույթով, կրթությամբ, դպրոցներով, իրենց հարազատների գերեզմաններով, որոնք բոլոր իրավական կատեգորիաներ են։ Այդ ամբողջ իրենց հայրենիքն է, այսինքն իրենց սեփական երկիրն է։ Հետևաբար մեծ հաշվով որ Ադրբեջանը պարտադրում է ընդունել քաղաքացիություն ովքեր ուզում են վերադառնալ, թեև մեխանիզմ էլ դեռ չի առաջարկում։ Մեծ հաշվով դա խախտում է միջազգային իրավունքի նորմը, որովհետև ասենք եվրոպական կոնցեպտում, այո, քաղաքացիությունը գրեթե համարվում է պարտադիր, բայց իմ նշած փաստաթղթում դաշնագրում էականը այն բոլոր ատրիբուտներն են, որոնք ես նշեցի, որ
մարդու հայրենիքն է։ Բայց մյուս կողմից էլ, եթե արդեն միջազգային հանրությունը ընդունում է, որ Արցախը դա Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքն է, ապա լռությամբ է մոտենալու այն հարցին, որ Ադրբեջանը պարտադրում է, որ հայերը ընդունեն քաղաքացիություն եւ նոր վերադառնան։ Բնականաբար մյուս կողմից չպետք է մտածի պահանջել, որ երկքաղաքացիությունը, այսինքն Հայաստանի քաղաքացիությունը կամ Ռուսաստանի քաղաքացիությունը իրենք թողնեն։ Բայց սա ավելի շատ անորոշ է հիմա նման վերլուծություններ անել։ Բայց կոնկրետ ես ուղղակի պատասխանելով ձեր հարցին, ինչ է նշանակում սեփական երկիր, առաջերտին դա այդ բոլոր հոգևոր կապն է իր հայրենիքի հետ, որը միայն անձնագրով չի որոշում, որովհետև անձնագիրը դա միայն իրավական կոնցեպտ է, անձի կապը որոշակի տարածքի հետ։ Բայց իհարկե իրավականից դուրս կա այդ ամբողջ նշած կապերը, որի վերաբերյալ մենք ունենք նաև դատական ակտեր, օրինակ եվրոպական դատանում, ասենք երբ անձը չի կարող վերադառնալ ոչ միայն իր տունը, որտեղ նա ապրում էր, այլև չի կարող այցելել իր հարազատների գերեզմանները։ Դա կարող է վերաբերել նաև, ասենք, ինչ-ինչ պատմամշակութային կրոնական կառույցներին օրինակ։ Կառույցներին, ասենք, դադիվանք եւ այլն։ Դրա համար վերադարձի իրավունքը ինքը մենք պետք է հասկանանք նաև գույքային իրավունքի հետ կապենք, նաև կրոնական համոզմունքների իրավունքի հետ կապենք, նաև անձնական կյանքի հարգման իրավունքի, որի մեջ է մտնում հենց այդ հայրենիք գաղափարը։ Այս ամբողջ Ադրբեջանի դեմ պետք է դրվի։ Ահա այստեղ է որ պետությունը կարող է մշակել քաղաքականություն, դա պետք է արտահայտված լիներ այս խաղաղության պայմանագրի նախագծում, որը բացարձակապես չկա, այնտեղ էական որոշ նորմեր կան անետ կորածների վերաբերյալ, բայց վերադարձի իրավունքի վերաբերյալ նույնիսկ մեկ բառ չկա։ Հասկանալի է, որ դա Ադրբեջանի պահանջն է եղել, որովհետև ռազմի դաշտում Ադրբեջանն է հաղթել, նա ռազմաքաղաքական ճնշում է գործադրել բանակցող մյուս կողմի վրա։ Բայց հարցը մնում է բաց։ Քանի որ հարցը մնում է բաց, այս երկու պետությունները չեն կարողանում այդ հարցերը լուծել, որոնք իրավունքի պատվիրաններ են, իրավունքի հարցը բաց չի կարող մնալ։ Հետևաբար միջազգային ատյանների դռները մեր համար, այդ անձանց համար մնում է բաց։ Անկախ նրանից թե քանի տարի է անցնելու, կան նույնիսկ որոշ կիսադատական մարմիններ, որ վաղեմության ժամկետ էլ չեն սահմանում իրենց դիմելու համար, Արցախի քաղաքացիները կարող են շարունակել դիմել եւ գույքային իրավունքով, եւ վերադարձի իրավունքով, եւ անձինք, ովքեր զոհվել են, ասենք, ռմբակոծության արդյունքում, ասենք հեռառմբակոծության արդյունքում եւ անետ կորածները, իրենք կարող են շարունակել դիմել միջազգային նացիաներ, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված պայմանագրում այս բոլոր հարցերի վերաբերյալ ոչ միայն սկզբունք չկա ամրագրված, այլև մեխանիզմ չկա տրամադրված, իսկ դա փաստ է։ Օգոստոսի 8-ին էր կարծեմ հրապարակվեց այդ փաստաթուղթը, մենք կարդացինք եւ հասկացանք, որ մեր համար այդ միջազգային ատյանների դռները շարունակել են բաց մնալ։ Եվ դրա վերաբերյալ կա համեմատական իրավունք, կան նախադեպային իրավիճակներ տարբեր կոնֆլիկտային զոնաներից, գոտիներից, որոնց վրա հիմնվելով մենք վստահաբար կարող ենք ասել, որ process-ը շարունակվելու է դեռ տասնամյակներ, քանի դեռ այս երկու պետությունները այդ մարդկանց բռնի տեղանված մարդկանց բոլոր հարցերը չեն լուծել։ Այսինքն այստեղ կարևորվում է անձանց խնդիրը, որ մարդիկ պիտի դա դիմեն, ի տարբերություն միջպետական հայցերի, որ պետությունը կարող է նաև դա բեռ է որոշակի, եւ պետությունը կարող է այդ բեռն իր վրա վերցնել, այստեղ ամբողջ հույսը մնում է այդ անձանց վրա։ Անհատական, այո, անհատական այդ անձանց եւ այն կազմակերպությունների, որոնք սպասարկում են այդ անձանց իրավունքները, եւ մի կողմից վատ է, որ պետությունը չի աջակցում այս գործընթացը, մի կողմից լավ է, որ ընդհանրապես կապ չունի այս մարմինների հետ, դա ցույց է տալի, որ այս մարմինները իրենք անկախ են, անաչառ են, հետեւաբար նրանց ներկայացրած փաստական տվյալները եւ ապացույցները արժանահավատ են։ Սա իրավական դատական գործընթացների համար շատ կարեւոր է։ Ես մի ճշտում անեմ նախորդ քննարկման հետ կապված վերադարձի իրավունք, այսինքն կարելի է իրականացնել ինչ որ իմաստով փուլային, որտեղ երբ ասում ենք վերադարձի իրավունք, հասկանում ենք կամ կարծում ենք, որ այդպես բոլորը պիտի հավաքվեն, արցախցիները միասին վերադառնան եւ այնտեղ ապրեն, փորձելով շարունակել վերականգնել իրենց կյանքի բոլոր արարները, բայց փաստորեն կարելի է վերադարձի իրավունքը իրացնել մասամբ, նա կրոնական իրավունքի անհատական գործընթաց է, այո,
Այո, ճիշտ նկատեցիք, ասենք օրինակ ինչ որ ուղևորություններ։ Ուղղակի ուխտագնացություն անել դա դիվանք վերադառնալ, դա կրոնական իրավունքի հարց է։ Այդպես կարելի է իրացնել։ Բայց ինքը վերադարձի իրավունքի կոնտեքստում է։ Օրինակ ասեք ժամանակին, ասենք Աբխազիա եւ Վրաստան, ժամանակին վրացիները կազմակերպեցին տեղահանված բնակիչների այց իրենց տներ, որոնք մնացել են Աբխազիայում։ Այդ գործընթացը իհարկե չշարունակվեց, բայց դա նույնպես վերադարձի ընդհանուր շրջանակի մեջ մտնում, որովհետեւ վերադարձի իրավունք նախ եւ առաջ պետք է հասկանան մեխանիզմներ։ Եվ այդ մեխանիզմները պետք է լինեն անվտանգ եւ այսի թեւավոր խոսքա վերադարձը պետք է լինի կայուն, անվտանգ եւ արժանապատիվ։ Առաջինը արժանապատիվն էլ է իրավական կատեգորիա։ Իհարկե, որովհետեւ եթե թույլ եք տալի, որ վերադառնամ իմ սեփական երկիր, որը գտնվում է ձեր աշխարհագրական միջազգայինորեն ճանաչված սահմանների շրջանակում, բայց այնտեղ ինչ ենթարկում են բռնության կամ արժանապատվությունը նվաստացնում են, որովհետև ես հայ եմ, նշանակում է դուք չեք կարողանում ապահովել արժանապատիվ վերադարձ, նշանակում է այդ մեխանիզմը անիրավաչափ է։ Կամ օրինակ ենթադրենք դուք հատուցման, փոխհատուցման, ռեպարացիոն ինչ որ մեխանիզմներ եք ստեղծել, բայց ինձ փոխհատուցում եք միայն իմ տան գույքի շուկայական արժեքը եւ որոշակի այլ ծախսեր, որ ես արել էի, վերադառնամ, բայց բարոյական վնասի փոխհատուցում չեք տալի, նշանակում է դա նույնպես անիրավաչափ է, պետք է բարոյական վնասի փոխհատուցում տալ եւ դրա վերաբերյալ կան միջազգային դատական ատյանների որոշումներ կոնկրետ Թուրքիայի դեմ կապված Կիպրոս վերադարձել եւ Թուրքիայի կողմից ստեղծված ինչ որ ռեպարացիոն մարմնի աշխատանքի հետ, որը սկզբում շատ նեղ շրջանակով էր գործում, հետո միջազգային տրիբունալի պահանջով արդեն իր գործնական շրջանակը լայնացրեց։ Սա այն է, ինչին Ադրբեջանը չի ուզում հավատալ, որ մի օր բախվելու է, բայց վաղ թե ուշ բախվելու է, որովհետև փաստ է այն, որ այնտեղ 120,000 հայեր այլևս չեն ապրում, եւ փաստ է, որ նրանք այնտեղ ունեն գույք, եկեղեցիներ, դպրոցներ, համալսարաններ եւ այլն, եւ վերաբնակեցումն էլ ադրբեջանցիների կողմից շատ դանդաղ է գնում, բայց դրա օրինական կողմը ապահովելը ավելի բարդ է, որովհետև Ադրբեջանը պետք է ի վերջո կարողանա ցույց տալ, թե արդյոք իր սահմանադրության համաձայն է, որ Ոմն Հասանովը ապրում է, ասենք, Այգեստան գյուղում մի տան մեջ, որտեղ ապրում էր նախկինում Ոմն Սարգսյանը։ Այն դեպքում, երբ որ գույքը հանրային իշխանությունն է տալիս ադրբեջանցուն, հարց հանրային իշխանությունը որտեղից այդ գույքը։ Այդ գույքը դուք բռնությամբ եք ձեռք բերել, նշանակում է դա արդեն անօրինական է։ Օրենքով դուք ամրագրել եք այդ բռնությամբ գույքը ձեռք բերել, օրինակ սահմանադրությամբ կամ ազգայնացման վերաբերյալ օրենքով։ Իսկ ադրբեջանցիները վախենում են հայտարարել, որ իրենք օրենք են ընդունել, ես էլ չգիտեմ ընդունել են թե ոչ, մենք մոնիտորինգ անում ենք, բայց առայժմ դեռ չկա որևէ ինֆորմացիա, որ հայերի թողած գույքը ազգայնացվել է օրենքի ուժով, բայց դա արդեն իսկ պետք է մտածել, որ տեղի ունեցել է, եթե ադրբեջանցիները ապրում են հայերի տներում։ Ադրբեջանը վախենում է արձագանքից միջազգային, տեղայինի մասին չեմ ասում, որովհետև հենց իր ստեղծման օրվանից այդ օրենքը լեգիտիմ չի լինելու, որովհետև օրենքը լեգիտիմացնելու է բռնությունը, հայերի թողած գույքը, եւ դրա վերաբերյալ նույնպես նախադեպեր կան տարբեր կոնֆլիկտային զոնաներում։ Ցավալի է, որ այս բոլոր հարցերը պետք է լուծեր խաղաղության պայմանագիրը իր հավելվածներով։ Ինչպես օրինակ զուգահեռ ասենք վերցնենք 92-95 թվականների Բոսնիայի պատերազմի ավարտի վերաբերյալ Դեյթոնի համաձայնագիրը, որը դուք թերթեք, ծանոթանաք, այնտեղ այնքան մեխանիզմներ կան, ոչ միայն ընդհանուր սկզբունքներ, ոնց որ մեր տեքստն է, այլև դրանքից կոնկրետ մանրամասը մեխանիզմներ, ընդհանուր միջև օրինակ հետևյալ ասենք արտահայտությունը կա, որ եթե անձը վերադառնում է իր տուն եւ տեսնում է, որ տունը ավիրված է կամ ոչնչացված է հիմնատակ, ապա պետությունը պետք է նրան փոխհատուցի, բայց մինչև փոխացել ժամանակավոր կացարան տա։ Այդ նման մանրամասը մեխանիզմներ պետք է լինել այս խաղաղության պայմանագրում, որը չկա։ Չկա նաև որևէ սկզբունք, որ նման մեխանիզմներ կողմերը պարտավորվում են ստեղծել ապագայում։ Եթե դա լիներ, գոնե որոշակի հույս կներշնչեր։ Կա այնտեղ միայն ապագայի վերաբերյալ խոստում, որ մենք շարունակելու ենք աշխատանքը սահմանների ամրագրման ուղղությամբ, անետ կորածների վերաբերյալ կա, բայց անհասկանալի ինչու անետ կորածների վերաբերյալ մեխանիզմ կա, իսկ բռնի տեղամասների մասին ոչ։ Հասկանալի է թե ինչու, որովհետև անետ կորածները ադրբեջանցիների
կողմից ավելի շատ են, քան հայերի կողմից, իսկ բռնի տեղահանվածները հիմա այս պայդրությամբ ավելի շատ են հայերը, քան ադրբեջանցիները, որովհետև արդեն Ադրբեջանի կողմ այդ հարցը լուծվել է։ Ադրբեջանը լուծել է այդ հարցը բռնի տեղահանվածները, կարող են արդեն վերադառնալ, որովհետև իրենք արդեն իրենց հսկողության տակ են բոլոր այն տարածքները, որտեղից բռնի տեղահանվել են իրենց բնակիչները։ Իսկ բռնի տեղահանված հայերը դեռ չեն վերադարձել։ Նրանք շատ են։ Նրանք եւ արցախցիներն են, եւ Սումգայիթ, եւ Բաքու, եւ ահա վախենալով այստեղ, որովհետեւ այս թիվը արդեն մի քանի 100,000 կազմի, իրենք հնարավորինս նեղացրել են այս պայմանագրով պաշտպանվելիք իրավունքների շրջանակը, որպեսզի ստեղծվի ասիմետրիկ իրավիճակ եւ դա ավելի ձեռնտու լինի իրենց, քան ասենք հայկական կողմին։ Շատ լավ, եթե դա այդպես է, հայկական կողմը մասնավոր խմբերի միջոցով կշարունակի իր պայքարը արդեն միջազգային ատյաններում, ինչ որտեղ նույնիսկ ամոթ է, որ իր սեփական երկիրը չի կարողանում այդ խնդիրները լուծել, քաղաքացիները պետք է գնան դրսից օգնություն խնդրեն, բայց դուրսը դռները բաց են պահելու, որովհետև իրավունքի պատվիրանը կա։ Եթե պատվիրանը կա, այսինքն ես ունեցել եմ գույք, որը մնացել է այնտեղ, ես իրավունք ունեմ վերադառնալ։ Ուրեմն պետք է մեխանիզմ լուծել։ Եթե չկա մեխանիզմը, նշանակում է արդեն դա սահմանադրական իրավունքների խախտում է, կոնկրետ Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանում գտնվող ցանկացած անձի առումով։ Եվ եթե Հայաստանը չի կարող այդ հարցը լուծել, միջազգային ատյանները կշարունակեն ընդունել նման գանգատներ։ Ուղղակի ամբողջ հարցն անում է, որ դու չես կարող հավասարաչափ այնքան գանգատ ուղարկել, որքան խախտում կա, որտեղ դա ռեսուրսների հետ է կապված։ Իսկ գանգատ ուղարկելու համար մի ճշտում անեմ, նույնպես պարտադիր է, որպեսզի անձը լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ մենք գիտենք արցախցիների, բռնի տեղահանված արցախցիների մի մասը ընդունել է քաղաքացիություն, մի մասը ոչ։ Ընդհանրապես քաղաքացիությունը մարդու իրավունքների ասպարեզում ինքը երրորդական տեղ է գրավում։ Քաղաքացիությունը ընդհանրապես ցույց է տալի քո պարտավորությունը այն պետության հանդեպ, որի քաղաքացին ես դու, իրավական պարտավորությունը եւ պլյուս պետության պարտավորությունը քաղաքական, ոնց որ պայմանագիր լինի քաղաքացի եւ պետության միջեւ։ Բայց մարդու իրավունքների կոնցեպտը շատ ավելի լայն է։ Ես նշեցի, անձը կարող է քաղաքացի չլինել տվյալ պետության, բայց համարում է այդ երկիրը իր սեփական երկիրը։ Իհարկե քաղաքացիությունը կարևոր մարդը կարողանա ապրել եւ պետությունը կարողանա իր պարտականությունները կատարել, բայց իրավաբանորեն սեփական երկիրը արտահայտությունը շատ անգամ ավելի լայն է, քան քաղաքացիական երկիրը։ Դուք նշեցիք անհետ կորած անձանց մասին, ինչ որ դիտարկում ամենայն դեպս կար խաղաղության համաձայնագրի նախնական այս փաստաթղթում եւ որևէ դիտարկում չկար կալանավորված այլ անձանց, որոնք մենք այսպես լրագրողական ժողովրդական լեզվով պատանդ ենք ասում, հավանաբար դուք իրավական կատեգորիա է պատանդը, թե ոչ ամբողջությամբ չի տարածում նրանց վրա, որոշ վերապահումներով ես կասեմ ոչ թե այո, համաձայնագրում չկա այդ անձանց, կալանավորված անձանց, եկեք օգտագործենք այդ։ Նրանց իրավունքների ներողություն հարցը միջև վերջ ավարտեմ, որպեսզի համապարփակ պատասխան ստանանք միանգամից։ Այդպիսի անձանց իրավունքների պաշտպանության համար որն է ավելի արդյունավետ, մասնավոր գանգատներով կամ մասնավոր կազմակերպությունների պաշտպանությունը, թե պետական։ Եկեք ի սկզբանե այսպես պայմանավորվենք։ Բոլոր դեպքերում պետության կողմից հարուցված վարույթը իհարկե ավելի արդյունավետ է, քան անատական գանգատներով, որովհետև պետությունը այդ հարցը մեկ գանգատով կարող է լուծել միանգամից 120,000 մարդկանց կամ 200,000 մարդկանց հարցը։ Ուղղակի քանի որ մեր պետությունը եւ Ադրբեջանը պարտավորվել են արդեն այդ գործընթացները կանգ առնելու, հետեւաբար արդեն անատական գանգատների վրա է մնում հույսը։ Այս կոնտեքստում ես նշեցի, որ ավելի լավ է, որ անատները զբաղվեն պետությունը այս գործընթացին չմիջամտի, որպես այդ գանգատները դրանցով ներկայացված փաստերը, ապացույցները իրենց արժանահավատությունը չկորի։ Բայց բոլոր դեպքերում իհարկե ցանկալի կլներ, ոնց որ 20 թվականին եղավ, երբ որ պետությունը ինքը մտավ գործընթացի իրավական դատական գործընթացի մեջ, որպես դատավարության կողմ։ Դա ավելի արդյունավետ կլներ։ Բայց իհարկե մենք ունենք այն ինչ որ ունենք, պատրաստվում են երկու պետությունները հետ վերցնել իրենց գանգատներ։ Ուստի նույնը կալանավորվածների վերաբերյալ։ Եթե խոսքը դատական գործընթացների մասն է, ավելի լավ կլներ, որ պետությունը կալանավորված անձանց 23 անձանց դատավարության հարցով շարունակեր դատավարությունը, ասենք, մարդու իրավական դատանում, մարդու կներեք արտահայտության միջազգային դատանում եւ այլն։ Բայց եթե դա չկա, նշանակում է արդեն կոնկրետ 23 անձին պետք է ներկայացած լինեին անատական գանգատներ, որը ես չգիտեմ ներկայացրել են թե ոչ,
Եթե դա էլ չի արվում, թե իրենք դեռ ժամանակ ունեն, որովհետև դատավարությունները դեռ չի ավարտվել, բայց այլ իրավունքների խախտման հիմքերով, ասենք վատ վերաբերմունք, խոշտանգում եւ այլն։ Այս հիմքով պետք է որ վաղուց իրենք միջազգայնացիաներ դիմաց լինեն, բայց եթե չեն դիմել, նշանակում է կա շատ լուրջ պատճառ։ Որովհետև իրենք ասելով ում նկատի ունեք այս պահին։ Ինչպես։ Իրենք ասելով ում նկատի ունեք։ 23 բանտարկյալները, որ գտնում են Ադրբեջանում, կամ նրանց հարազատները։ Եթե չեն դիմել, ուրեմն պարզ է որ ճնշման տակ են կամ պայման է նրանց առաջադրված, որ դուք այդ դատարաններ չպետք է դիմեն։ Ի վերջո մենք խոսում ենք ոչ միայն մարդկանց մասն, ովքեր ազատությունից զրկված են, մարդկանց մասն, ովքեր արտաքին աշխարհի հետ որևէ կապ չունեն, այսինքն նրանք բացարձակապես խոցելի անձինք են։ Հետեւաբար ամեն ինչին, որ նրանք ասում եւ հայտարարում են դատարանում կամ իրենց հարազատներին մեծ վերապահումով պետք է մոտենալ, որովհետեւ պարզ է որ նրանց հերավսային խոսակցները վերահսկվում են, նրանց ամեն մի վարքյանը վերահսկվում է, ել չեմ ասում բռնությունը, որ ամենայն հավանականությամբ նրանց նկատմամբ կիրառվում է։ Հետեւաբար նման պայմաններում սխալ կլինի դատել, թե ինչու նրանք միջազգայնացիան չեն դիմել կամ ինչ են դատանում, նման հայտարարություններ անում եւ այլն։ Մի հարցի շուրջ կուզենայի կենտրոնանանք, իհարկե դա կարող է այդքան էլ իրավական վերլուծության հարց չէ, բայց գոնե որպես մեխանիզմ հաստատ կօգներ իրավական գործընթացին։ Արցախցիների խախտված իրավունքների վերականգնման համատեքստում որքանով է կարևորում հասարակական կազմակառույցների, այսինքն արցախյան հասարակական, մշակութային, կրոնական նաև կառույցների պահպանության դերը Հայաստանում։ Դե երբ որ նրանք որևէ էական նշանակություն կարող են ունենալ, նրանք ամենաէական նշանակություն ունեն։ Երբ որ պետությունը իրավական գործընթացներից դուրս է գալիս եւ մնում է միայն մոնիտորինգային գործընթացները, նման հանգամանքում, նման իրավիճակում այս կառույցների դերը որ առանց էլ շատ կարևոր է, բայց արդեն ձեռք է բերում առաջնային նշանակություն։ Խոսքը հասարակական կազմակերպությունների մասին է, այո, հիմնադրամների, այսինքն կազմակերպություններ, որոնք պետական չեն։ Այսինքն պարտադիր չէ իրանք նաև իրավապաշտպան գործունեություն ծավալեն, ընդհանրապես մշակութային կառույցները կամ հասարակական ոչ իրավական։ Դե նրանք կարող են սոցիալական եւ նույնիսկ հիմնական իրավունքների առումով պետության ներսում գործունեություն ծավալել, նրանք կարող են փաստերի հավաքագրում անել, հետո դրանք շատ կարևոր են իրավաբանների համար, իրավապաշտպանների համար։ Ի վերջո նրանք կարող են այդ մարդկանց հետ հանդիպել եւ նրանց բազմաթիվ սոցիալական խնդիրներ լուծել։ Չափազանց կարևոր է իհարկե։ Բայց ես առավելապես կոնկրետ իմ գործունեությունն հիմնական միջազգային գործընթացների ուղղությամբ է կենտրոնացած, այստեղ նույնպես հասարակական կառույցների գործունեությունը շատ կարևոր է, որովհետև նրանք աշխատում են կարելի ասել առաջին ֆրոնտում, իրենք են շփվում այդ անձանց հետ, ասենք օրինակ ապացույցների ամրագրումը կամ փաստահավաքությունը կամ տվյալների մշակումը, աննարին է առանց տեղանված անձանց հետ շփվելու այս ամբողջը հավաքագրել եւ ասել, որ ամեն ինչ արժանահավատ է եւ վստահելի եւ կարելի է արդեն սկսել իրավական գործընթացը։ Ցանկացած իրավաբանի կամ փաստաբանի համար նման կառույցների գործունեությունը, անց հավաքած տվյալները շատ կարեւոր են։ Դրանք առաջնային են, որ նրանք ստացվել են կոնկրետ զոհերից, իրավախախտման զոհերից, դրա համար մեծ արժանահավատություն ու վստահելիություն ունեն դրանք որպես ապացույցներ։ Վերջին հարցը ուզում եմ ավելի գլոբալ ամփոփենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Քաղաքական նարատիվը հուշում է կամ եթե ոչ հուշում, ապա գոնե լայնորեն տարածվում է այնպիսի մի քաղաքական նարատիվ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքից դուրս մի բան է եղել։ Այսինքն արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը խորքում ինքնին եղել է ոչ իրավական։ Ես չգիտեմ, թե ինչի իման վրա է դա արվել, եթե մենք հիմնվենք քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի առաջին հոդվածի իման վրա, որը քաղաքական իրավունք է ճանաչում ազգերի ինքնորոշումը, բայց պայմանով որ ինքնորոշումը արվի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով եւ ժողովրդավարության մեխանիզմներով, ապա եթե մենք ուսումնասիրենք 88 թվականից թե Արցախը ինչպես է անկախացել, Արցախը չի անկախացել բռնի ուժի հիման վրա։ Արցախը անկախացել է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով, այսինքն հավաքներ են կազմակերպվել, հավաքների իրավունքն է հարգվել դեռ 88, 89, 90, 91 թվականներին։
արտահայտվելու ազատության իրավունքն է հարգվել, ընտրությունների անցկացումը ամբողջությամբ մարդույանքների նկատմամբ հարգանքի նորմերը ամբողջությամբ ապահովել։ Այսինքն դրա համար էր աշխարհը 3 տասնամյակ ճանաչում Արցախը, չեմ ասում որպես բանակցող կողմ, այլ դե ֆակտո կայացած։ Եվ ոչ մեկի մտքով չէ իրավունք։ Այո, եւ ոչ մեկի մտքով չէր անցնում կասկածի տակ դնելու լեգիտիմությունը, որովհետեւ ի սկզբանե օրինական ճանապարհով է անկախացել եւ ոչ թե բռնության միջոցով, ասենք օրինակ այնպես ինչ տեղացավ հյուսային Կիպրոսում, որտեղ ստեղծեց մի պետություն, որը ստեղծելուց առաջ 200,000-ից ավելի մարդ արտագաղթել էր բռնի ուժով դուրս են եկել այդ երկրից թողնելով իրենց գույքը։ Արցախը ինքը օրենքով սահմանված կարգով էր անկախացել։ Այ բան է, որ հետո Արցախին առաջադրեցին պատերազմ եւ Արցախը ստիպված էր պաշտպանվել եւ անցավ ինքնապաշտպանության նպատակով պատերազմը, որը Ադրբեջանը այս դատավարությունների ուժով փորձում է ներկայացնել, որ դա ոչ թե արդարացի օրինական միջազգային իրավունքի իման վրա պատերազմ էլ, այլ ագրեսիվ պատերազմ է եւ դրա համար էլ հենց բանտարկյալների նկատմամբ առաջադրվել նաեւ իթիվս այլ 24 առնվազն 24 մեղադրանքների նաեւ ագրեսիվ պատերազմ վարելը։ Բնականաբար դա վերաբերում է ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այսինքն Արցախի անկախության առանձնահատկությունը այն էր, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով այս նորմերի պահպանմամբ Արցախը ձեռք բերեց անկախություն։ Իսկ հետո արդեն մնացած ինչ տեղացավ, դա ինքնապաշտպանություն էր, որը ադրբեջանցիներն ներկայացնում են ագրեսիվ պատերազմ։ Ինչու՞, որովհետև միայն ագրեսիվ պատերազմի կոնցեպտով դու կարող ես հերքել օրենքի իման վրա անկախանալու կոնցեպտը։ Հակառակ դեպքում շարունակեն ներկայացնել այնպիսի մեղադրանքներ, ինչպես սահման անօրինական հատելը, անօրինական զենք կրելը, կամ նույնիսկ ասենք, չէ, դա ասենք չէ, նո այլ նմանատիպ բայց առաջադրվել է մեխանիզմներ, օրինակ անօրինական զինված խմբավորումներ ստեղծելը։ Այդ զինված խմբավորումները ինչ է, նարկոտրաֆիկինգով է զբաղվում, քաղաքացիական բնակիչների վրա հարձակումներով են զբաղվում, ոչ նրանք պաշտպանում են իրենց անկախություն, դա օրինական պատերազմ է։ Եթե չեք կարծում, որ եթե սահմանադրության փոփոխություն լինի եւ մենք նախաբանում հատկապես որոշակի փոփոխություններ անենք, կստացվի, որ մենք ընդունում ենք, որ հայերի ինքնորոշման եւ ընդհանրապես որտեվ Արցախի ինքնորոշման իրավունքը եւ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը Հայաստանի Հանրապետության անկախացումը դրանք իրար հետևից գնացող գործընթացներ են եւ ինքնորոշման իրավունքի հիմքի վրա գործընթացներ են։ Դուրս կգա, որ մենք ի սկզբանե ոչ միայն արցախցիները, ամբողջ ընդհանրապես հայկականությունը ոչ իրավակարգ, ոչ իրավահեն անօրինական մի միավորում է եւ կհերթը կհասնի նաեւ Հայաստանի Հանրապետության այս քաղաքական մանիպուլյացիաներով։ Տեսեք, մեր սահմանության մեջ նշել է, որ Հայաստանը ճանաչում էր Արցախը կամ պաշտպանում էր Արցախի անկախությունը, չի նշանակում, որ Հայաստանը պատրաստվում էր ագրեսիվ պատերազմ վարել Ադրբեջանի դեմ։ Այսինքն մեկը զուտ հրապարակային կատեգորիա է, որը պաշտպանում է որոշակի գաղափար, բայց մյուսը իրավական կատեգորիա է, ագրեսիվ պատերազմ։ Դրանք իրար հետ մեկտեղել ուղղակի հնարավոր չէ։ Ադրբեջանը դա մեկտեղեց եւ ռազմաքաղաքական պահանջ առաջադրեց Հայաստանին։ Հայաստանը որպես պարտված կողմ ստիպված դա ընդունում է եւ դրա համար համաձայն է, որպեսզի պրեամբուլայից դուրս բերվի Արցախի անկախության գաղափարը։ Դա ընդհանրապես Ադրբեջանի պահանջն է, դա իրավաբանության հետ որևէ կապ չունի, որովհետեւ կրկնում եմ պրեամբուլայում նշել անկախության գաղափարը դա նույնն է, ինչ որ վկայակոչել միջազգային դաշնագրի առաջին հոդվածը, որ ազգեր իրավունք ունեն ինքնորոշվելու։ Դե դեպքում ուրեմն Ադրբեջանը պետք է պայքարի նաև ընդհանրապես այդ առաջին հոդվածի դեմ։ Այսինքն անիրավաչափ չէ տարածքային ամբողջականության հաշվին անկախանալը։ Եթե դա լիներ անիրավաչափ, առաջին հոդվածը դաշնագրում նշված չէր լինի։ Եվ շատ ազգեր ժողովուրդներ ձեռք են բերել անկախություն մեկ այլ պետության տարածքային ամբողջականության հաշվին։ Եվ անիրավաչափ ու անօրինական չէ, երբ որ մի տարածքային միավոր հռչակում իր անկախություն, դա չի նշանակում, որ դրանով ինքնաբերաբար ինքը ագրեսիվ պատերազմ է հայտարարում կամ հարձակվում է քաղաքացիների վրա, խախտումից հիմնական։ Դա ադրբեջանցիների առաջ բերած նարատիվն է, որը քանի դեռ նարատիվ է, հիմա փորձում է պատմական փաստի վերածել Ադրբեջանը, դրա համար փորձում է այս դատավարություններով դրան հասնել։ Եթե դուք լսեք, թե այնտեղ վկաները ինչ վկայություններ են տալիս կամ մեղադրանքը ինչ ուղղությամբ է գնում,
ապա կարելի է հանգել այն եզրահանգմանը, որ այս դատավարության հիմնական նպատակը հերքել ի սկզբանե Արցախի անկախության այդ պատմական փաստը եւ դրա իրավական հիմքերը եւ ցույց տալ, որ իրականում ոչ թե Ադրբեջանի ինչ-որ տարածքում մի ժողովուրդ փորձեց դնել անկախ, այլ Հայաստանում ինչ-որ ժամանակ որոշում կայացվեց հարձակվել Ադրբեջանի վրա, տապալելու համար Ադրբեջանի ինչ-որ տարածքում, որը համընկնում է Արցախի հետ քաղաքական իշխանությունը, եւ դրա համար Հայաստանը օգտագործել իր կանոնավոր բանակը եւ Արցախում ստեղծված Հայաստանի կոնստիտուցիոնալ սլակները գալու են Հայաստանի ոչ թե հիմա էլ դատավարության ամբողջ ընթացքում սլակները, որ նայեք մեղադրանքներին եւ մեղադրանքների ընդհանրացված բնույթը, իրենք ամբողջությամբ Հայաստանի վրա են գալի, որովհետեւ եթե Ադրբեջանը ուզում է հերքել պատմական այդ փաստը, որը փաստ է, որ Արցախը անկախացել է օրենքով, միջազգային իրավունքով, օրենքով սահմանված կարգով, ապա դա կարելի է հերքել միայն ցույց տալ համար, որ ոչ, ընդհանրապես չի եղել անկախության գաղափար, եղել է միայն Հայաստանում գաղափար հարձակվել Ադրբեջանի վրա օգտագործելով եւ իր կանոնավոր բանակը եւ Արցախի անօրինական զինված խմբավորումները, ինչպես օրինակ Ալբանիայի, ասենք, զինված անօրինական խմբավորումներն են, որոնք գործում էին Բոսնիայում։ Ահա այդ նարատիվը, որ Ադրբեջանը զարգացնում է վերջին 10, հիմա ինքը փորձում է համարագրել դատական ակտով, իսկ դատական ակտը դառնում է պատմական փաստ։ Բայց այստեղ կա մի շատ խոցելի բան, այս դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության իրավունքի նույնիսկ նվազագույն չափանիշներին։ Ես արդեն ներկայացրեցի, կարծեմ, որ ընդհանրապես մեկ հոգու նկատմամբ դատաքննությունը մեկ կամ երկու մեղադրանքով ոնց է լինի 2-3 տարի տևում է կամ լավ մեկ առաջին ատյանում ես ինքս բազմաթիվ դատավարություններով ներգրաված եմ որպես պաշտպան, դատապաշտպան, ոնց է լինի առաջին ատյանը 1 տարի պետք է դատաքննություն։ Այստեղ մենք տեսնում ենք 15 հոգու դատում են 24 մեղադրանքով, 24 պլյուս մեղադրանքով, մոտ 1400 էպիզոդով, ընդամենը 1 տարում, դա ինչպես։ Նշանակում է այդտեղ դատավարություն չկա, դա ընդամենը դռնփակ ինչ-որ շոու էր, որտեղ չեն հարգվել մեղադրյալների նվազագույն իրավունքները, որովհետև եթե իրենք որոշեն այդ իրավունքները հարգել, դատավարությունը կձգձգվեր տարիներ շարունակ, մոտ 10 տարի կտևեր։ Եվ իրենք պետք է անջատեին դատավարությունները, բոլորին առանձին դատեին, ոչ թե բոլորին հավաքեն մեկ վանդակում, որտեղ նրանք նույնիսկ պաշտպանները չեն կարող խորհրդակցել, երբ որ ցանկանան, հեռախոսով պետք է պաշտպանները զրուցել։ Ովքեր այդ մի քանի կադրերը դատարանի դահլիճից որ տեսնեն, միջազգային էքսպերտները, մոնիտորինգ, կասեն այստեղ դա չկա, դա արդար դատաքննության այն արդար դատականության սկզբունքները, որ եվրոպական իրավունքում է ամրագրված, առնվազն գոնե, այստեղ նույնիսկ նշույլը չկա դրան։ Եվ դա հնարավորություն կարող է տալ հետագայում չեղարկելու այդ վճիռը։ Ոչ թե չեղարկելու, կասկածի տակ դնել այդ դատավարության արդյունքները, որովհետև դատապարտյալները հնարավորություն չեն ունեցել ազատորեն արտահայտել իրենց կամքը։ Եվ ասենք կարելի է ցուցակագրել, ասենք մոտ 2-3 տասնյակ իրավունքները, որոնք արտակարգ իրավունքներ են արդար դատաքննության, որ այդ իրավունքները չեն հարգվել։ Հիմա իրենք նույնիսկ Ռուբեն Վարդանյանի դատաքննությունը չեն կարողանում վերահսկել, որովհետև երբեմն ասենց վերահսկողությունից դուրս է գալի, որովհետև Ռուբեն Վարդյանը կամ ընտանիքի հետ զրուցում, կամ փաստաբաններ հետ ինչ-որ մտքեր է արտահայտում, որ ցույց է տալի, որ այնտեղ ինչ-որ բան այն չէ։ Իսկ այստեղ 15 հոգի են։ Դրա համար բոլորին միացրել են մեկ process-ի մեջ, որ կարողանան վերահսկել այդ process-ը եւ տալ այդ process-ին օրինականության, օրինակ հրապարակայնության, հրապարակային դատավարության եւ այլն պատրանք, բայց փորձված իրավաբաններ, ովքեր այդ ոլորտում են աշխատում, քրեական դատավարության մասնագետները, իրենք մի քանի հատկանիշներով արդեն կարող են հասկանալ, որ ամբողջ process-ը ֆարս է։ Եվ նույնիսկ միջազգային ատյանները։ Ես բերեցի ընդամենը մի քանի օրինակ վիճակագրությունը, որ 15 հոգու չես կարող 24 մեղադրանքով դատել 1 տարում։ Դա ուղղակի անհնարին է։ Ընդամենը մեկ, ասենք, հակընդդեմ հարցման իրավունքը եթե ապահովես 15 հոգու համար եւ մի քանի 100 վկաների, դա արդեն մի քանի տարվա դատավարություն է։ Ցանկացած քրեական դատավարության մասնագետ դա կարող աչքերը փակասել։ Այնպես որ այդ դատավարությունը նույնիսկ նվազագույն արդարության նվազագույն պահանջներին չի բավարարում, բնականաբար դրա արդյունքը դրսում չի ընդունվելու։
Բայց իր ժողովրդին կարող են հրամցնել, որ տեսեք, մենք հրապարակային դատավարժենք եւ մարդիկ իրենք են խոստովանել։ Իհարկե, մարդը, եթե ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապ չունի, ռասային խոսակցներ հարազատների հետ լսվում է, ինչպես կարող է այդ մարդը ազատորեն իր կամքը արտահայտել դատանի դահլիճում։ Դժվար է իհարկե գուշակել այսքանից հետո որը պիտի լինի մեր հասարակության անելիքը, որպեսզի ուղղակի նաև բարոյալքման չտանի դա մեզ, որովհետև մենք տեսնում ենք իրավունք, երբ մարդը տեսնում է իրավունքի բացահայտ խախտում, բայց հնարավորություն չունի որևէ կերպ փոխելու իրավիճակը, դա հղի է բարոյալքման զգացումներով։ Պետք է անընդհատ բարձրաձայնել այս մասին, զբաղվել այս մարդկանցով, զբաղվել արցախցիների գույքով, օգնել այն մարդկանց, ովքեր գոնե իրենց վրա են վերցրել այդ բեռը, դրանք մեր հասարակության չնչին տոկոսն են կազմում, տոկոս էլ չեն կազմում իրենք, այնքան քիչ են։ Որպեսզի այս մարդիկ այդ աշխատանքը անելով, որովհետև հիմա դա չի երևում կամ հիմա գուցե պետք չի մեծ մասին, բայց 5-10 տարի հետո դրանք լուրջ հետևանքներ են առաջացնելու եւ միջազգային հարաբերություններում Հայաստանի եւ քաղաքական դաշտում, երբ որ արդեն մենք ունենանք արդյունքը, այսօր դա պատկերացնում միայն մասնագետների նեղ շրջանակը։ Մեծ մասը չի պատկերացնում, որովհետև կարծում են ամեն ինչ կորած է։ Ոչ։ Եթե այսօր այդ մարդիկ հնարավորություն ունենան մի քանի անգամ ավելի շատ գործ անելու, ապա դրա արդյունքը ապագայում որոշ խաղաքարտեր է խառնելու, չեմ ասում, որ ինչ որ չափով արցախցիների իրավունքները ամբողջությամբ չես կարող վերականգնել, բայց ինչ որ չափով կվերականգնի։ Եվ որ ամենավատն է, եթե մենք դա չանենք, դա կանեն ադրբեջանցիները, բայց չեղած տեղից։ Այո, չեղած տեղից։ Այն կոնցեպտները, որ տարվում է միջազգային մարմիններին ի օգուտ արցախցիների, այդ նույն հայելանման կոնցեպտներով, բայց առանց փաստերի, բայց հնարովի փաստերի ման վրա, իրենք կբերեն ընդդեմ Հայաստանի այն ենթադրաբար 300,000, որ նրանց իրական թիվը կարող է 1000-ից էլ չանցնի, իրենք կբերեն Հայաստանի առջև կդնեն։ Հենց թեկուզ միայն ասենք ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հիման վրա Եվրոպայի խորհրդի, որը հենց ամենակարևոր առաջնային գործիքն է, որի միջոցով նրանք ուզում են այդ նպատակը իրագործել։ Ամենից որ մենք իհարկե առաջերտին պետք է ականջալու լինել այդ մարդկանց, ում իրավունքները խախտվել է, որ այդ գործընթացները առաջ տարվեն, բայց նույնիսկ եթե մենք որոշենք դա չանել, ադրբեջանցիները կանեն չեղած տեղից։ Իսկ դա արդեն ամոթ է, ուղղակի ամոթ է։ Հենց թեկուզ դրա համար պետք է արվի առաջերտին դա։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու եւ կարեւոր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանն էր, զրույցները կշարունակվեն։ Ամենայն բարիք։